Պարոն Ղուկասյան, Սարիկ Մինասյանն ասում է հանուն Գյումրու եւ գյումրեցիների պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների, ինչ կարծում։ Աստված ինչ որ կամեցավ։ Աստված ինչ որ կամեցավ, ես ուղղակի բոլորին կասեի, որ ընտրությունը լիներ իսկական ընտրություն։ Հասկանալի է, փողով, ռեպրեսիաներով, հասկանալի է, մարդկանց դրսից բերել քվեարկելով այդպես ընտրություն չլինի։ Իսկական մաքուր, թափանցիկ ամբողջ պետությունով հավաքվեն նորմալ ընտրություն կազմակերպեն։ Հասկանալի է, տեսակ ինչ էր կատարվում այդ ընտրության օրը, դուք տեսել եք ինչ է կատարվում, լրատվականը լավ ֆիքսեցիք։ Ինչ որ Աստված կամեցավ, փառք կամեցածին, ես ոչ մի բան չեմ, ոչ այսպես ասում, ոչ աչ, ոչ ցախ։ Ինչ որ եղավ, ես դրան պատրաստ եմ։ Դուք պարզապես հիմա քաղաքական հենարան չունեք, դուք էլ հետները ու թոքի։ Իմ քաղաքական հենարանը ժողովուրդն է։ Պարզապես նրանք չեն Իմ քաղաքական հենարանը ժողովուրդն է, ովքեր որ սխալ քվեարկություն արեց, ոտ պահեց, կտեղեկացնենք հասարակությանը, տեսեք ովքեր են այս մարդիկ, ինչ են խոսում, բայց ինչ են անում։ Անպայման ես կտեղեկացնեմ։ Իրենք ազնվորեն ասել են, որ միայն աջակցում են ձեզ քաղաքապետ ընտրելու։ Դե կաբրենք կտեսնենք։ Հետագայի հետ կապված Հիմա կաբրենք կտեսնենք, այսինքն եթե դրանից հետո պետք է նորից ոտ պահվի ու բյուջե չհաստատվի կամ բան չլինի, ինչ տարբերություն, նույն գործունեությունը տարել են, ասենք մի 10 օր հետո կամ մի ամիս հետո։ Այսինքն մենք ժողովրդին կասենք, որ խնդրեմ այս կուսակցությունը իրան ոնց է պահում։ Այս խմբակցությունը իրեն ոնց է պահում, ժողովուրդ դուք ցայն կտվել, բայց իրենք այսպես վերաբերմունք են ցուցաբերում։ Մենք կտեղեկացնենք հասարակությանը։ Ու գիտեք ամենակարևորը մարդու անունն է։ Մարդու անունն է, հասկացա՞ր Նարեկ։ Պարոն Ղուկասյան, ձեր տեղը բանտում է, ասում է Ալեն Սուսուսում խոսամ լե, խոսամ էլի կաց։ Հələ մի րոպե սուսել է։ Հələ ասա ինչ։ Սուսը կա մի րոպե, հա։ Տարիկով մեծ է քեզ։ Գագիկ ինչ ես գրում սար։ Այս չի ձեր թիմակիցը, հա, սպասի, ասա։ Մամուլի աշխատանքը խանգարող, ձեզ խոսելու իրավունք չտվող։ Ասա, ինչ ես հարցնում։ Ձեր տեղը բանտում պետք է լինի, ասում է Ալեն։ Ինչ լավ է։ Բայց հակառակը կարող է լինի, ով ումի ցանկանում է, իր գլխին կգա։ Ընդհանրապես գիտես մեծական խոսք կա, փորողը փոսը կգնի։ Այդ գիտես այդ պատմությունը։ Ես իրեն ցանկանում եմ խելք ու շնորհք։ Այդքան բան։ Եթե ինքը ինձ ցանկանում է այդպիսի բան, ես իրեն ցանկանում եմ իմացություն, ավելի շատ իմաստնանա, որ Աստծո պատժին չարժանանա։ Այդքան բան։ Ես իրեն ուրիշ բան չեմ ցանկանում։ Ես իրեն լավն եմ ցանկանում, քեզ էլ եմ ցանկանում ու բոլորին։ Գնում ենք։ Ժամանակ կա, այլ։